Ինչպես կրայեցիք, գտնվում ենք Լոռու մարզկենտրոն Վանաձորի հայքի հրապարակում, շատ խորհրդանշական վայր, Վանաձորի կենտրոնական հատված։ Այսօր ձեզ կխնդրեմ իրար հետ շրջենք Վանաձորով, այցելենք մի քանի գեղատեսիլ վայր, վերանենք մի քանի խնդիր, փորձենք տալ որոշակի լուծումներ այդ խնդիրներին կամ համենայն դեպս պարզաբանումներ տանք այդ լուծումների վերաբերյալ։ Ծնվել մեծացել եմ Վանաձորում, Խորհրդային Միության տարիներին Կիրովականում, ես նաև ինձ այդպես եմ դիրքավորում, որպես կիրովականցի ավելի շատ, Վանաձոր անունը քաղաքը 90-ականների սկզբից է կրում, ավագ սերնդի մոտ ավելի շատ քաղաքը ընկալվում էր որպես կիրովական, մատաղ սերնդի մոտ արդեն ավելի շատ Վանաձոր, սա իմ հայրենիքն է, այստեղ ծնվել, մեծացել ենք, կրթություն ստացել, ձեր ասած սիրահարվել, ամուսնացել եւ իմ կյանքը ամբողջությամբ մեծ հաշվով կապել եմ Վանաձորի հետ, այս քաղաքի հետ ու Լոռու հետ։ Մինչ օրս ապրում եք դուք Վանաձորում։ Այո։ Ասացեք խնդրեմ, երբ հյուրեր եք ունենում, առաջինը ուր եք տանում։ Ճիշտ ասած, եթե խոսքը գնում է քաղաքի մասով, Վանաձորում բավականին գողտրիկ վայրեր կան, նաև այսօրվա այս վայրը ինքը եւ խորհուրդ ունի եւ Վանաձոր քաղաքի սիմվոլներից է, Գուգարասթեմի առաջնորդարանն է, բակը եւ շրջակայքը շատ գեղեցիկ, կանաչ եւ խաղաղ վայր է, նաև այստեղ ենք մեր հյուրերին բերում, բայց եթե մարզի մասշտաբով ընկալեմ, իմ համար շատ սիրելի վայր է Հաղպատի վանական վանքը, Գարունը շատ գեղեցիկ է լինում վանքը, Հաղպատ, Օձուն, Սանահին, Սեփ ու Սրբազանը Վանաձորում եւ Լոռու մարզում շատ հարգված հոգևոր հայր է եղել, 96-ից մինչև 2020 թիվը Գուգարասթեմի առաջնորդն է եղել։ Ես օրինակ իմ երիտասարդությունից հիշում եմ, որ այս ճարտարապետական կոթողը լքված վիճակում է եղել։ Գուգարասթեմի առաջնորդ դառնալուց հետո իր հովանու ներքո վերցրեց այս կառույցը, վերանորոգեց եւ ամբողջ Լոռու մարզում այդ երկար տարիների ընթացքում բավականին մեծ աշխատանք կատարեց եկեղեցաշինության ոլորտում։ Բավականին եկեղեցիներ վերանորոգվեցին, վանական համալիրներ վերանորոգվեցին, նոր եկեղեցիներ կառուցվեցին եւ 2020 թվականին Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ բոլոր մեր զոհված նահատակված երիտասարդների հոգեհանգստի արարողությունը ինքն է անձամբ իրականացրել եւ նաեւ այդ մարդաշատ միջոցառումների ժամանակ COVID-ի ակտիվ փուլում հիվանդացավ եւ չկարողացավ հաղթահարել այդ հիվանդությունը, այստեղ է հողարկավորված, շատ պատվարժան մարդ, ես կցանկանայի, որ մեր հայրենիքում նման մարդիկ շատ լինեն։ Կա արդյոք Վանաձորում, ընդհանուր առմամբ Լոռիում ուժեղ կողմ, որը ըստ ձեզ չի օգտագործվում։ Իհարկե, շատ կողմեր ունի, շատ եւ ուժեղ եւ դրական կողմեր ունի Լոռին, որը որ մինչ օրս այդ ներուժը չի բացահայտվել կամ, այսպես ասեմ, մաքսիմալ չի օգտագործվել եւ չի օգտագործվում, պետք է կրկնեմ, որ Լոռին նաև մեր երկրի հոգևոր, այսպես ասած, կենտրոններից մեկն է, քանի որ խտացված է նաև այդ վանական համալիրներով, իր բնությամբ, իր այդ հզոր սարերով, ձորերով, կանաչով, անտառներով, իմ կարծիքով այդ ներուժը պետք է օգտագործվի եւ այդ ամեն ինչը պետք է վերականգնվի
իսկ туриզմի զբոսաշրջության տեսանկյունից սա ուղղակի փոքր Շվեյցարիա է։ Որն է Լորեցու միամտության գաղտնիքը եւ արդյոք նա միամիտ է, թե այնքան խելացի է, որ տպավորություն է թողում, որ իբր շատ միամիտ է։ Ուրեմն Լորեցուն միամտության հետ կապված բազմաթիվ անեկդոտներ նաև կան, բայց ես պետք է ասեմ, որ Լորեցին միամիտ չէ, Լորեցին ուղղակի ազնիվ, պարզ, շիտակ մարդ է, հա։ Համամիտ է։ Եվ նաև մարդիկ, որոնք որ կարծում են, որ միամիտ է, ուղղակի իրենց խորամանկությունը կիրառելով շատ դեպքերով թերագնահատում են Լորեցուն։ Լորեցին ուղղակի պարզ եւ հասարակ։ Ես կասեի նաև զուսպ։ Զուսպ, գիտակ, նաև կրթված մարդ է, միամտության հետ չարժե շփոթել։ Այս հատվածը իմ համար այս քաղաքի ամենահարազատ տարածքներից է, քանի որ ես այս դպրոցի շրջանավարտ եմ, պետք է ասեմ, որ դպրոցը նաև կրեմ է Ալեքսանդր Գրիբոյեդովի անունը, նաև խորհրդային միության տարիներին եղել է որպես ռուսական դպրոց, ինքը ռուսական մշակույթի կարևոր օջախներից է եղել եւ գիտական եւ կրթական Վանաձոր քաղաքի եւ այսօր էլ իր համբավը ունի քաղաքում որպես առաջավոր դպրոց, ավագ դպրոց է այսօր։ Կրթության բնագավառը նաև Հայաստան դաշինքի նախընտրական ծրագրում նշվում է, որ բավականին լուրջ աշխատանքներ պետք է կատարվեն։ Մի օրինակ բերեմ, որը որ շատ կարևոր եւ բեկումնային պետք է լինի, դա բարձրագույն կրթությունը պետք է լինի անվճար։ Ինչի անվճար, քանի որ եթե դա պետական վերաբերվում է պետական ուսումնական հաստատություններին, իմ կարծիքով պետության հոգացությունը տեղ պարտադիր է։ Վանաձորի պետական համալսարանում եմ դասավանդում, որը կրում է Հովհաննես Թումանյանի անունը։ Այո։ Ճիշտն ասած, իմ կարծիքով երիտասարդության հետ կապված առաջի հերթին զբաղվածության լուրջ խնդիր կա Վանաձորում։ Ժամանակին ձևավորվել են երկու հիմնական բարձրագույն ուսումնական հաստատություններ, Վանաձորի պոլիտեխնիկական համալսարանը այսօր, հա, եւ Վանաձորի պետական համալսարանը, որը որ ժամանակին որպես մանկավարժական ինստիտուտ է եղել, այսօր տրանսֆորմացվել է որպես համալսարան եւ ես ինչքան գիտեմ, նաեւ ինչ որ բարձրագույն կրթության մակարդակում չափորոշիչներ են առաջ բերում, որ 3000 ուսանողից պակաս բուհերը պետք է փակման առջև պետք է կանգնեն, սա լուրջ հարված կասի նաև դա իրականում սպառնալիք է ամբողջ մեր երկրին։ Ես կարծում եմ, որ ինչի նշեցի, որ ինքը որպես քաղաքային համայնք իր մշակույթով, թատրոնով, մշակութային տենց օջախներով, տարբեր կրթական օջախներով, սա քաղաքային համայնք է ձևավորվել եւ այստեղ այդ բուհերը շատ մեծ աշխատանք են կատարել եւ ներդրում են ունեցել։ Հիմա այդ բուհերը փակել եւ ուղղակի քաղաքը զարգացման հեռանկար չունենալով, չգիտեմ ինչի կբերի դա։ Այնպես էլ Լոռու մարզում կներեցեք բավականին գյուղեր այսօր լքված են։ Մենք նաեւ այդ ներքին միգրացիայի լուրջ խնդիր ունենք։ Լոռու մարզում մոտ 100 բնակավայր կա, եթե չեմ սխալվում։ Շատերում նաև խնդիր է առաջ քաշվել վերջերս, որ դպրոցները պետք է փակվեն։ Շուրջ 230 դպրոց ամբողջ հանրապետությունում։ Ես թիվ չեմ ուզում ասեմ, բայց բավականին շատ նաև դպրոցներ Լոռու մարզում պետք է փակվեն եւ դա բերելու է հանգեցնելու է լուրջ խնդիրների, քանի որ մարդիկ, որոնք որ իրենց երեխաներին չեն կարողանալու իրենց գյուղական համայնքներում դպրոց տանել, ուզեն չուզեն տեղափոխվելու են քաղաքային բնակավայրեր։ Այդ միգրացիան այսպես է կատարում, գյուղերից շատերը գալիս են Վանաձոր, Վանաձորից շատերը գնում են
Երևան։ Եթե մարդիկ էլ ինչ-որ չափով իրենց չեն գտնում, նաև արտագաղթում են, դա շատ լուրջ սպառնալիք է մեր գյուղերի դատարկումը, համայնքների դատարկումը Լոռու մարզից արտագաղթի ցուցանիշները շատ բարձր են։ Ուրեմն այս պահին մենք գտնվում ենք Վանաձորի էլի սիմվոլիկ տեղերից մեկում, այստեղ Կիրովական հյուրանոցն է, որը որ խորհրդային միության ժամանակ է կառուցվել, փոքր մասնաշենքը գործում է մինչ օրս, մեծ մասնաշենքը վերանորոգման կարիք ունի, նաև տուրիստական այդ հանգրվան դառնալու տեսանկյունից, որ նշում էի, Վանաձորում մահճակալների, հյուրանոցների մահճակալների խնդիր պետք է լուծվի հետագայում, որպեսզի այդ ներուժը օգտագործվի եւ հյուրանոցը նաև կարա մաքսիմալ օգտագործվի հետագա պլաններում։ Ուրեմն երբ մենք գալիս էինք ձեզ հյուր, ճանապարհին մի երկու տեղ կանգնեցինք, հարցրեցինք, որտեղ կարող ենք ձեզ գտնել։ Անկեղծ ասած, ես մի քիչ զարմացա, վանաձորցիների մոտ այնքան սեր կար ձեր անձի նկատմամբ, այնքան ջերմությամբ ու մեծ ցանկությամբ էին ուզում մեզ օգնեին, ու ես ուզում եմ հարցնել, ինչպես եք դուք վաստակել այդ սերը։ Սենց ասեմ, օրինակ Վանաձորում ես երևի թե ամենամեծ կոլեկտիվներում երկար տարիներ աշխատել եմ, լինեմ աշխատանքի մեջ կարգապահ, պարտաճանաչ, նաև հարեհաս, ինչ որ չափով կարող է նաև որոշ դեպքերում խիստ, իմ կարծիքով այդ հետևողականությունը, այդ սկզբունքայնությունը նաև վերջին հաշվով բերում է հարգանքի, իսկ այդ բազմամարդ կոլեկտիվներում աշխատելը նաև ինչ-որ չափով բերում է, որ շատերը ճանաչել են երկար տարիներ ավելի լավ գիտեն ձեր մարդ տեսակը։ Աշխատում եմ, հա, այդ Վանաձորի պետական համալսարանում 20 տարուց ավել մեկ-մեկ տենց ռետրոսպեկտիվ հետ եմ գնում, ասում եմ, արդյոք այդքան տարիներ են անցել, հազարավոր երևի ուսանողների հետ եմ շփվել, իմ կյանքի երևի ամենալավ դրվագները, այդ որոնք կապված են տենց ուսանողական կյանքի, մանկավարժական կյանքի հետ եւ այդ բուհի հետ։ Այս կետից Վանաձորում հայտնի արհեստական լճերն են երևում, որը ժամանակին կառուցված է եղել քիմիական արդյունաբերությունը համալրելու եւ ռիսկերը նվազեցնելու առումով այն հատվածում ընկնում է քիմիական գիգանտը Վանաձորի, որը որ խորհրդային միության ժամանակ համամիութենական նշանակություն է ունեցել, հանրապետական նշանակություն չի ունեցել։ Այս արհեստական լճերը նախատեսված է եղել, որ ինչ-որ վթարների բաների դեպքում, որ վտանգավոր նյութեր գործարանից արտանետվի, այս ջրերը բացվեն եւ գետի ջուրը քշրի, մաքրի, տանի, որպեսզի էկոլոգիական վնաս եւ աղետ տեղի չունենա։ Ինչ վերաբերում է էկոլոգիական խնդիրներին, նաև այն հերվում Սարի լանջին այրվող ծուխ է երևում, դա Վանաձոր քաղաքի, այսպես կոչված, արջուտի աղբավայրն է, որը որ նաև էկոլոգիական լուրջ խնդիր է իրանից ներկայացնում, Վանաձորում պարտադիր պետք է ժամանակակից աղբավայր կառուցվի, որը որ նվազեցնի մաքսիմալ վնասը բնությանը, լուրջ բնապահպանական խնդիրներ կան։ Այստեղ այս վայրում երկու գետ են միանում, այսօր քաղաքը լուրջ խնդիր ունի նաև կեղտաջրերի մաքրման կայան չունենք, խորհրդային միության ժամանակ այդ կեղտաջրերի մաքրման կայանը նախատեսված է եղել, որը որ երկրաշարժից հետո չի գործարկվել եւ նաեւ այսօր կիրառման ենթակա չի, բավականին այս սեփական սեկտորներից բավականին կեղտաջրեր նաեւ գետնա լցվում, այդ խնդիրը պետքա հետագայում պարտադիր լուծվի, որովհետեւ
ինքը նաև բնապահպանական, ենթակառուցվածքային լուրջ խնդիրներ է հարուցում։ Պարոն Օհանյան, դուք լինելով ուրեմն առաջիկա ընտրություններում Հայաստան դաշինքի падգամավորության տեխնացու, ասացեք խնդրեմ, ինչու Ռոբերտ Քոչարյանը եւ ինչ ուժ եք տեսնում դուք նրա մեջ։ Ճիշտն ասեմ, պատասխանս կարող է մի քիչ ծավալուն լինի եւ խորքային լինի։ Ես 2012 թվականին Վանաձոր համայնքում ընտրվել եմ մեծամասնական ընտրակարգով ավականու անդամ որպես 16-ին եւ 21-ին էլ վերընտրվել եմ։ Մինչ օրս ես Վանաձոր համայնքի ավականու անդամ եմ։ 2016 թվականից մինչև 21 թվականին ինձ բախտ է վիճակվել նաև աշխատել Վանաձորի համայնքապետարանում որպես աշխատակազմի քարտուղար, շատ եւ պատասխանատու եւ պատվավոր աշխատանք է եղել։ Այդ տարիների ընթացքում առանց շաբաթ-կիրակի, այսպես ասեմ, առանց գիշեր-ցերեկ, գրեթե շատ դեպքերում շուրջօրյա, որովհետև այնտեղ ծանր փուլեր ենք ունեցել այդ տարիներին, կովիդի շրջան, պատերազմի շրջան, ես առնչվել եմ փաստաթղթերի, օրենսդրական ակտերի, օրենքների, տարբեր տիպի կարգավորումների հետ, որոնք իրենց պատմությունը սկսում են ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման շրջանից։ Եվ օրենքներ, որոնք վերաբերելի են օրինակ տարածքային կառավարման հետ, տեղական ինքնակառավարման հետ, երբ վերցնում ես այդ փաստաթղթերը, տակը ստորագրած է Ռոբերտ Քոչարյան կամ, չգիտեմ, հրամաններ տարբեր նախարարությունների կարգավորումներ, չգիտեմ, կարգեր, տարբեր տիպի մեթոդական ուղեցույցեր եւ այլն, որ նախարարներ, որոնք պաշտոնավարել են Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին։ Եվ այդ ինստիտուցիոնալ այդ ոլորտները կայացել են, ես կարծում եմ, հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք եւ այդ ամեն ինչը մինչ օրս շատ դեպքերում իներցիայով աշխատում է այդ ամեն ինչը մինչ օրս։ Բայց ճիշտ է դրված ռելսերի վրա։ Ռելսերի վրա ժամանակին ճիշտ է դրված եղել։ Ընդհուպ ես կարող եմ ասել, որ կան որոշակի ոլորտներ, կարգեր, պրոցեսներ, որ նաև մինչ օրս փորձում են խեղաթյուրել, բայց չի ստացվում, քանի որ ժամանակին դա իրոք շատ լուրջ հիմքերի վրա է դրված եղել եւ այսօր էլ 21 թվականին էլ ես պետք է ասեմ, որ նաև 21 թվականին եմ ընդգրկված եղել Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակում, իմ ընտրությունը կանգնել է հենց Հայաստան դաշինքի օգտին եւ ես նաև շնորհակալ եմ, որ ինձ վստահվել է, այսպես ասեմ, պայմանականորեն, Լոռու մարզի ցուցակը գլխավորել այդ մասով։ Ինչ վերաբերում է բնակարանային ֆոնդին քաղաքի, բնակարանային ֆոնդն էլ լուրջ մաշված է, մոտարապես թվերով տարեկան մի 50 միլիարդ դրամի Վանաձորի բնակարանային ֆոնդը մաշվում է։ Հույս ունեմ, որ հետագայում լուրջ ուշադրություն կդարձվի այս խնդրին, որովհետև քաղաքը 88-ի ավերիչ երկրաշարժից հետո բավականին տուժել է, իհարկե նոր թաղամասներ են կառուցվել, որոնք որ ինչ-որ չափով կիսատ են մնացել, բայց այս բնակարանային ֆոնդին լուրջ ուշադրություն պետք է դարձվի։ Մեր մարզի, իմ հարազատ Լոռու մարզի ապագայի հեռանկարների հետ կապված կուզեմ նաև երկրորդ անգամ շեշտը դնել նրա վրա, որ սա լուրջ տուրիստական ներուժ ունեցող մարզ է։ Վանաձորը ինքը իրանով պետք է ասեմ երկու կովկասյան մայրաքաղաքների ուղիղ կենտրոնում գտնվող
քաղաք է, Երևանի եւ Թիֆլիսի ուղիղ մեջտեղում գտնվող քաղաք է։ Ինքը կարող է ունենալ լուրջ տուրիստական հեռանկար։ Վանաձորից դեպի մի ուղղությունը դեպի Ստեփանավան Տաշիր, մի ուղղությամբ դեպի Դիլիջան Իջևան, մյուս ուղղությունը դեպի Ալավերդի այդ Թումանյանի շրջան, տեղի այդ գեղեցիկ վանական համալիրները։ Վանաձորը կարող է այսպես խաչմերուկ դառնալ, կապող օղակ։ հա, թե մարզի եւ հարակից մարզերի այդ գեղատեսիլ վայրերի տեսանկյունից գնան օրվա կտրվածքով այդ հաճույքը ստանան, գան Վանաձորում նաեւ իրենց օրը անցկացնեն Թիֆլիսի եւ Երևանի միջև այդ կապող օղակը կարող է հանդիսանալ Վանաձորը։ Այս կողմում հուշարձան ունենք նվիրված մեծ հայրենական պատերազմի զոհերին։ Ժամանակին այդտեղ ճոպանուղ է գործելուց եղել, կածանն էլ երևում են, նույնիսկ սյուներից որոշ հատվածներ երևում են, այդ ինքը այդտեղ նաև տուրիստական բազա է, կառուցվել Խորհրդային Միության ժամանակ, բայց էլի վերջնականապես չի գործարկվել, այդ բազան վերջի տարիներին քանդվել է, վերջերս նախագահի հետ առանձնազրույցի ժամանակ նկարագրեցինք այդ խնդիրը եւ այդ հատվածը, խոստացել է, որ պարտադիր Վանաձորում պետք է գործարկվի ճոպանուղի, այդ սարերից են կողմ եղանակային պայմանները թույլ չի տալիս, չի երևում, այսպես կոչված երկու գագաթ ունենք, Թեժլեր եւ Մայմեղ կոչվող, այդ սարերից են կողմ Հանքավանն է ընկնում, Հանքավանը Ծաղկաձորը, այնպես որ նույնիսկ հետագա պերսպեկտիվայում կարելի է այ Վանաձորից ճոպանուղիներով կապել Վանաձորը Ծաղկաձորի հետ եւ զբոսաշրջիկները, հյուրերը արտասահմանից եկող կարող են քաղաքից քաղաք նաեւ զբոսնել, ճանապարհորդել կոնկրետ ճոպանուղու միջոցով եւ պարոն նախագահ խոստացավ, որ պարտադիր այդ ծրագիրը պետք է իրականացվի։ Դե ինչպես փորձը ցույց է տալիս, պարոն նախագահը եթե խոստանում է մեկը, անպայման անում է 10-ը։ Դե ինչ պարոն Օհանյան ջան, շատ շնորհակալություն հաճելի զրույցի համար։ Ռիփսիմե ջան, շատ շնորհակալություն։ Ես էլ եմ հույսով եւ հավատքով լի, որ ամեն ինչ պետք է որ լավ լինի։ Սիրելի վանաձորցիներ, լոռեցիներ, հիմնախնդիրները շատ են, լուծումները բազմաթիվ, բայց այդուհանդերձ բոլորիդ խնդրում եմ առաջիկա ազգային ժողովի ընտրություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերել եւ գնալ ձայնը տալ արժանապատվություն ունեցողներին, արդարության կողքին կանգնողներին, հմուտներին, փորձառուներին, քանի որ մենք պետք է տեր լինենք մեր երկրին, մենք բոլորս պետք է կառուցենք մեր վաղվա օրը, որպեսզի մենք բոլորս տեսնենք այս սարերը, ձորերը, ունենանք մեր եկեղեցիները, տեր կանգնենք մեր արժանինքներին, մշակութային ժառանգությանը եւ ամենակարևորը խտրականությունը եւ մասնատումը, որը որ կա մեր հասարակության մեջ, նվազեցնենք եւ վերջ դնենք այդ պառակտմանը։